Մենք տաղավարում ենք, շարունակվում է Առավոտ լուսոն, մեր հյուրերը տաղավարում են, ներկայացնենք թեման, որ շատ երաժշտական ու գեղեցիկ։ Ֆրանսիաբնակ օպերային երգիչ Ադամ Բարոն Հայաստան է վերադառնում համերգային գեղեցիկ երեկոյով։ Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Արնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված «Անուրջներ» խորագրով համերգային ծրագիրը։ Շտապ ենք ներկայացնել մեր հյուրերին եւ իմանանք համերգի մանրամասները։ Մեր տաղավարում են օպերային երգիչ Ադամ Բարոն, ողջույն։ Բարի լույս։ Եվ պրոդյուսեր դիրիժոր նախագծերի ղեկավար Մաշա Ալավերդյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը սկսում եք մեզ հետ։ Ինչպես եք արթնացել, ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ ենք արթնացել եւ մեծ ուրախությամբ պատրաստվել ենք գալ ձեզ հյուր, որի համար շնորհակալ ենք։ Սիրով։ Ինչպես եղավ գաղափարը կրկին գալ Հայաստան եւ «Անուրջներ» խորագրով այս համերգի մեկնարկը տալ։ Ինձ համար շատ կարեւոր է ամեն մի այցը պատմական լինի, թե ինձ համար եւ թե նաեւ այն արտիստների, ում կկարողանամ համախմբել, եւ այս անգամ ես բախտ ունեցա աշխատելու շատ սիրելի Մաշա Ալավերդյանի հետ եւ իր խորհրդով նաեւ կարողացանք համագործակցության եզրեր գտնել եւ մեծ ուրախությամբ ներկայացնել Բաբաջանյան 105 այս տարի։ Ձեր առաջին համագործակցությունն է սա։ Այո։ Եվ որ կողմից եղավ առաջարկը Դե համագործակցության։ բնականաբար իմ կողմից առաջարկ եղավ, իսկ Մաշան մեկ անգամից համաձայնեց։ Այ հետաքրքիր յուրաքանչյուր համերգային ծրագիր եւ արտիստի համար եւ պրոդյուսերի ղեկավարի, այս դեպքում նաեւ դիրիժորի համար պետք է ունենա իր յուրահատկությունը եւ առանձնահատկությունը, ինչպես օրինակ դերասանների համար յուրաքանչյուր դերը։ Ինչով կառանձնացնեք այս համերգային ծրագիրը եւ արտիստական մտքով եւ նաեւ համերգային ծրագրի երաժշտական ցանկով։ Շատ ճիշտ եք, որովհետև ամեն համերգ նախ պետք է ունենա իր յուրահատուկ ձայնը եւ ասելիքը, որպեսզի նոր հանդիսատես ներգրավի։ Առավել եւս մենք գիտենք, որ Բաբաջանի ծրագիրը շատ սիրված է եւ մարդիկ սովորաբար արդեն սովոր են լսել նվագախմբային կատարումներով եւ աչքը ականջը կարծես սովոր է, հա, լսել սոլիստ նվագախումբ մի քիչ ավելի մեծամասշտաբ ձևավորմամբ, սակայն մենք փորձեցինք այլ կողմից Բաբաջանյանին ցույց տալ, այսինքն միայն կամերային հնչողությամբ, կամերային երգչախմբի, կամերային ձայնի, անգամ կամերային երաժշտության տան ակուստիկայի միջոցով, որը որ հրաշալիորեն թույլ է տալիս այդ բոլոր շերտերը, երանգները, որպեսզի ակուստիկ հնչողությամբ հանդիսատեսին հասնի։ Եվ կարծում եմ, որ ծրագիրն էլ ինքն իրեն բացի նրանից, որ կհնչեն օրինակ Բաբաջանյանի արդեն մեզ ծանոթ մշակումները, այսինքն Բաբաջանյանի օրիգինալ հենց գրված պարտիտուրները, նաև կունենանք նոր մշակումներ երգչախմբի համար, որոնք որ ցավոք հեղինակը գուցե չի հասցրել անել, օրինակ Բլագադայր Ուծիբյան երգչախմբային կամերային այս տարբերակով կունենանք իմ մշակմամբ եւ Ասկ Փարապանցը կունենանք օրինակ երգչախմբային հետաքրքիր սոլիստների երգչախումբ տարբերակով, ինչպես նաեւ կարող ենք նշել, որ Ադամ Բարոյի ջանքերով պրպտել եւ գտել էր մեր սիրելի քույրիկներին, բնականաբար ում ես արդեն գիտեի, Ուլիխանյան քույրիկներին, ովքեր եւս նոր մշակումով կցույց տան Բաբաջանյանի ստեղծագործությունները, ավելի մանրամասն երևի պարոն Բարոն կասի, եւ կարծում եմ, որ մոտեցմամբ եւ իր ամբողջ կոնցեպտով այս համերգը իրոք տարբերվում է այլ Բաբաջանյանի համերգներից։ Բնականաբար ավելացնեմ, ֆնդրտուկների պատմությունը, այո, ավելացնեմ, որ ունեմ մի քանի անակնկալ հանդիսատեսի համար, որ հիմա չեմ ասի այդ մասին, բայց վստահ մեծ անակնկալ եք, որովհետև Մաշան մի փոքր տեղյակ է այդ մասին։ Ու ասեմ, որ Բաբաջանյանը ինձ համար հզոր կոմպոզիտոր է, մեր հայ կոմպոզիտորը, որ արժե, չնայած որ ես Փարիզում եմ ներկայացրել Բաբաջանյան 95-ամյակը ու այն միտքը, որ մեկ օր ես դա կներկայացնեմ նաև մեր երկրում, դա իրականացնեմ այս տարի։ Խոսենք նաև համագործակցությունների մասին, ինչ կատարողներ են նաև ելույթ ունենալու այդ օրը, եթե կարող ենք բոլոր փակագծերը բացել եւ պատմել հեռուստադիտողներին։ Ոչ բոլոր, բայց սիրով կասեմ, Գալինա Ցոլակյան, ով առաջին մրցանակ շահեց անցյալ տարի այստեղ մեր երկրում կայանալիք Ավետիք Իսահակյանի մեծ մրցույթին, այնուհետև շատ տաղանդավոր
կրկին անգամ Սյուզաննա Բարե, ինչպես նաև շատ տաղանդավոր Արամո Մամիկոնյան, ունենք նաև Ուլիխանյան քույրերը, շատ տաղանդավոր, ինչպես նաև Մաշա կավելացնեք, խնդրեմ։ Սկենա երգչախումբը, որը որ նոր երանգներ է ստացել, քանի որ որպես դիրիժոր արդեն 12 տարի ղեկավարում է Հայաստանի դիվիզի երգչախումբը, որը որ բոլոր պետական եւ բոլոր միջոցառումներին միշտ աջակից է եղել անշահախնդիր հասարակական հիմունքներով, այնուհետև պրոդուկտը մեծացավ պահանջարկը երգչախմբից ակնկալիքները այլեն եւ վերածվեց նոր անվանումամբ նոր պրոդուկտի, որը որ այսուհետ ներկայանալու է որպես սկենա երգչախումբ, եթե սկենա կհետաքրքրի հանդիսատեսին ինչ է նշանակում, բեմ հունարեն տարբերակով այդպես եւ ավելացնեմ, որ մեր ճկնաղ Մարիաննա Հայրապետյանն են մեզ նվագակցելու, ով մտածում է, նվագում է կարծես մի օրկեստր։ Այնպես որ հրավիրում եմ բոլորին ապրիլի 6-ին ժամը 7-ին երեկոյան Բաբաջանյան 105 կրկին անգամ յուրօրինակ կերպով ներկայացնելով մեր հզոր կոմպոզիտորին։ Ես շատ սիրում եմ, երբ համերգ ունենում է խորագիր ու փորձում եմ գտնել իմաստը, հոգեբանությունը խորքային մտածողությամբ խորագրի վերնագրի հետ կապված անուրջներ է կոչվում խորագիր այս համերգի, ինչ է այն իրենից ենթադրում համերգային ծրագրի ընթացքում հասնելու ենք հոգու այն ներդաշնակությանը, որ պիտի սկսենք երազել եւ ընկնել անուրջների գիրկը, թե որոշակի ինչ-որ սցենարային զարգացումներ ունենք, մի փոքր Ես ձեզ նաև բացահայտեմ, որ Բաբաջանյանն է գրել անուրջներ ստեղծագործությունը, որի հիմքով նաև, այո, նաև, եւ դա արդեն երբ որ ասում ենք անուրջներ, հայերի մոտ մեկ անգամից գալիս է Բաբաջանյան։ Ուրեմն մենք իրավունք ունենք ներկայացնելու անուրջներ Բաբաջանյան մտածելով։ Այցեքարտային ստեղծագործություններից մեկն է ամեն դեպքում։ Եվ մեր հեռուստադիտողներին նշենք, որ սա փակագծերի միայն մի մասն էր եւ անակնկալների, որ բացեցինք, մնացած բոլոր անակնկալներին կարող եք ծանոթանալ եւ ականատեսն ու ունկնդիրը լինել, մասնակիցը լինելով համերգին, բայց քանի հանդիպել ենք եւ ունենք հնարավորություն մի փոքր պատմեք ինչ է սպասվում առաջիկայում Հայաստանի սահմաններից դուրս, որովհետեւ գիտենք շատ հագեցած է ձեր գրաֆիկը, մի քանի ամիս անց արդեն համերգները պլանավորված են, որտեղ եք լինելու, գուցե մեր հեռուստադիտողները Հայաստանի սահմանից դուրս հենց հիմա հետևում են մեզ։ Սիրով, ապրիլի 24-ին ես չէի կարող չհամաձայնել այն համերգին, որ տեղի ունենալու Բարսելոնայում, Sagrada Familia-ում կերկեմ Էջմիածին, Տեր Ողորմյա Կոմիտաս, այնպես որ անելիք շատ ունենք մենք արտիստներս, վոկալ ժանրում, թե այլուր, պետք է ամենտեղ ներկայացնենք մեր հայ երգը ստարժանվույն։ Ապրիլի 24-ին մեծ սոլո համերգով, մենահամերգով հանդես կգամ Sagrada Familia-ում, երգեոնի նվագակցությամբ, Փարիզում կերկեմ մայիսի 24-ին, հայկական եկեղեցում, կաթոլիկ եկեղեցում, հետո մի քանի ձայնագրություն ունեմ, այնուհետև շատ կարևոր համերգ ունեմ Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակն եմ ուզում շատ մեծ շուկով նշեմ Փարիզում, այնպես որ հոկտեմբերի 3-ին կլինեմ Սալկորտոյում Ջոն Տեր-Թադևոսյան ներկայացնելով մեր կոմպոզիտորին, որ ոչ այդքան հայտնի է, չնայած որ ձեզ ասեմ այս մեր մեծ կոմպոզիտորը գրել է Երևան դու բարի քաղաք, պատկերացնում եք, մենք հետո ենք իմանում, որ Ջոն Տեր-Թադևոսյանն է կոմպոզիտորը։ Ավելին ասեմ, կուզենամ, որ դուք այսօր երգեք նաև մեր հանդիսատեսի համար, քանի որ մենք ունենք Մենք երգենք։ Այո, մեզ հետ ձեզ հետ միասին, իհարկե։ Այո, քանի որ Ասկ Փարապանտը գրել է մեր հզոր Բաբաջանյանը, եւ մենք այնտեղ ունենք մի երգ, որ կուզենամ հանդիսատեսն էլ վերջում երգի մեզ հետ։ Փառքդ թրջում է, երգդ կանչում է, հետո բարերը գիտեք, հիշում եք։ Ազգին Փարապանտ, չէ, սխալվում եմ։ Հողդ դարձրել ես ծով, գանձ, սիրտդ կայտար է, Միտքդ պայծառ է, պայծառ է, ազգին Փարապանտ։ Այսինքն մենք ուզում եմ, որ
մեր ազգը միշտ փառապանց մնա եւ մեր կեցվածքով էլ մենք լինենք փառապանց եւ շարունակենք մեր պայքարը ու հնարավորինս երգենք ազգ իմ փառապանց երգը։ Իսկապես սա հիանալի հնարավորություն է եւս մեկ անգամ վայելելու, բայց քանի որ խոսեցինք Հայաստանի սահմաններից դուրս տեղի ունեցող համերգների մասին, հետևելով ձեր գործունեությանը, կարող ենք ասել, որ դուք նաեւ դեսպանն եք հայկական մշակույթի եւ աշխարհին պատմում եք հայ ստեղծագործողների մասին, ինչպես Առնո Բաբաջանյանի եւ այլ ստեղծագործողների, այդ թվում նաեւ արդյոք անդրադառնում եք նաեւ ժամանակակից հեղինակներին, ժամանակակից ստեղծագործություններին, որոնցով կարող ենք այսօր նաև աշխարհին ներկայանալ որպես այցեքարտային անուններ։ Իհարկե, բայց մենք դեռ անելիք ունենք մինչ սա հասնելը։ Դրա համար ես գտնում եմ, որ երկիչ լինելը դա պատասխանատվություն է եւ իհարկե շնոր, թույլ տվեք այդպես ասել, ինչու, որովհետեւ մենք Հայաստանում երկելը կարծում ենք, թե բոլորս կարողանում ենք երկել։ Բայց Եվրոպայում, երբ որ դու ապրում ես եւ տեսնում ես, որ ամեն մեկին տրված չէ երկելը, ասում ես, բայց ինչպես եղավ, որ մենք Հայաստանում բոլորը երգում են, իսկ արտերկրում ոչ այդքան շնոր ունեն, որ բոլորը երգեն։ Եվ հասկանում եմ, որ ազգին փառապանցը միշտ երգելու ունակ է եւ կարծես թե մեր սարերից, ձորերից եկած այդ ուժը տալիս է նաեւ ունակությունը ճիշտ երգեցողության։ Դրա համար կուզենամ, որ հնարավորինս մենք արտերկրում փորձենք ներկայացնել մեր Կոմիտասը, մեր Եկմալյանը, մեր Սպենդիարյանը, ինչու ոչ Աբրահամյանը, որ ես մեծ ուրախությամբ ամեն մի համերգին ներկայացնում եմ Արարատը, որպեսզի ես չմոռանամ իմ Արարատը եւ իմ ինքնությունն է իմ Արարատը եւ այսպես շարունակեմ իմ գործունեությունը։ Եվ որպես ամփոփում, սիրելի Մաշա Ալավերդյան, ինչ խոսք ունեք ասելու բարի քաղաք Երևանի բարի հանդիսատեսին, երաժշտասեր, ովքեր այդ օրը պիտի գան ու վայելեն համերգային ծրագիրը։ Եվ Հայաստանի, որովհետև մենք գիտենք, արդեն փորձեցից է տալիս, որ մարզերից եւս շատ հաճախ այցելում են թատրոններ, համերգասրահներ, հենց մայրաքաղաքում, ու չեն էլ սպասում, որ արտիստը այցելի իրենց մարզ, միանգամից հայտնվում է մայրաքաղաքում վայելելու երեկոները։ Շատ ճիշտ եք, որովհետև երբեմն Երևանում ապրող մարդիկ ամեն ինչ հասանելի է, երբ կարող ես ուզում ես հասանելիություն ունես 15 րոպեում կողմնորոշվել քո ցանկությունների մեջ գնալ, իսկ մարզից դու պետք է նախորդ պլանավորես քո ամեն ինչը եւ շատ ուրախ կլինենք իհարկե մարզերից եւս տեսնել հանդիսատես, քանի որ ցավոք, քանի որ Ադամ Բարոն մի քանի օրով է լինում Հայաստանում, հնարավորություն չենք ունեցել պլանավորել, որ մի համերգել մարզում ունենանք, բայց լավ միտք է կարելի է մյուս անգամ իրագործել։ Ես ուղղակի ուզում եմ ասել, որ մշակույթը դա այն կոմպոնենտն է մեր կյանքում, որ անկախ մեր զբաղվածությունից, անկախ մեր ոլորտից նոր ներշնչանք է տալիս եւ նոր հույզեր է արթնացնում մարդու մեջ, որը շատ կարեւոր է օրը ճիշտ սկսելու կամ օրը ճիշտ ավարտելու համար եւ ես բոլորին սրտանց հրավիրում եմ մեր երեկոյին մասնակցելու եւ համոզված ենք եւ վստահեցնում ենք, որ դուք մեծ ներշնչանքով վերադառնալու եք տուն եւ հաջորդ օրը շատ առույգ սկսեք ձեր օրը։ Հրաշալի հնարավորություն։ Ձեզ շնորհակալություն ենք ասեմ նաև, որ ես երբ փոքր էի, մենք երգում էինք երաժշտություն ով չի սիրում, նա կիսատ մարդ է այս աշխարհում։ Այնպես որ պետք է որ երաժշտություն շատ սիրենք։ Իսկ սա ձևակերպում էր պարզապես ու բնորոշում երաժշտասեր մարդու նկատմամբ։ Շնորհակալություն ձեզ, օրվա դրական շարունակություն։ Մենք շարժվում ենք առած սիրելի հեռուստադիտողներ, սա Առավոտ լուսոն է, միացեք մեզ։